Սիրում եք տարբերվող աղցաններ, եկեք միասին պատրաստենք բրոկոլիով, հավի կրծքամսով անչափ համեղ չկրկնվող աղցան։ Պատրաստվում է ամենապարզ հասանելի բաղադրիչներով, համստացվում է անզուգական։ Նախ մանր ծաղկաբույլերի ենք բաժանում բրոկոլին, գցում ենք աղաջրի մեջ, թողնում ենք 20-ից 25 րոպե։ Խորանարդների ենք բաժանում թույլ աղաջրի մեջ եփած 300 գրամ հավի կրծքամիսը։ Մանր կտրատում ենք մի փոքր փունջ համեմ, հազար, քերիչի խոշոր անցքերով անց ենք կացնում, մեկ միջին չափի գազար։ Համեմում ենք բրոկոլին, կօգտագործենք մի փոքր աղ, սև պղպեղ, համի համար պապրիկա կօգտագործենք և կցողենք բուսայուղով։ Մի լավ խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն, դնում ենք ճարպաճեռոցի մեջ, թողնում ենք 7 րոպե, ջերմաստիճանը 200 աստիճան։ Չնայած որ բրոկոլին նախապես չենք խաշում և սառը ջրի մեջ չենք գցում, այս եղանակով պատրաստելիս այն պահպանում է իր գեղեցիկ, հագեցած գույնը։ Մեզ մնում է միայն հավաքել աղցանը։ Բոլոր բաղադրիչները լցնում ենք աղցանամանի մեջ, ավելացնում ենք 200 գրամ պահածոյացված եգիպտացորեն, բրոկոլին և համեմում ենք։ Չնչին աղ ենք օգտագործում, քանի որ գրեթե բոլոր բաղադրիչները արդեն իսկ աղ են պարունակում, սև պղպեղ, պապրիկա, 1 ճաշի գդալ մայոնեզ կամ թթվասեր և մի լավ խառնում ենք։ Մատուցում ենք անմիջապես և վայելում ենք, անմահական է ստացվել, իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել իմ ալիքին, քանի որ իմ խոհանոցում ամեն ինչ շատ պարզ և հեշտ է։ Առայժմ